չունենք իրավական իշխանություն, ունենք կողացված նախագահություն եւ ընտրություններ, նրանք ովքեր պետք է լինեն դատարանի առջև, իրենք են մարդկանց նստեցնում եւ դրա համար մենք ունենք քաղաքական բանդարգյալներ եւ ունեցել ենք երկար տարիներ բոլոր իշխանությունների, բոլոր նախագահությունների օրոք եւ զավեշտ է իհարկե, երբ որևէ մեկը լինելով քաղաքական բանդարգյալ կամ եղած լինելով, ասում է, որ ես եմ միակ քաղաքական բանդարգյալը եւ Հայաստանում օրինակ համար այսօր չկա եվրոպական կամ այլ ցուցակում քաղաքական բանդարգյալ։ Սա ցույց է տալիս, որ մեր պետությունը հիվանդ է եւ հիվանդ է, որտեղ հիմնված է սդի եւ գեղձիկի վրա եւ դրա համար ոչ միայն նոր Հայաստանը, ժառանգությունը, ուղղակի շարքային հայաստանցին եւ հայ մարդը ուզում է վերջապես ապրել իրավական երկրում։ Դրա համար սա իրականություն է, սա ախտ է, սա խարան է եւ որևէ մեկը իրավունք չունի խոսելու հզոր արտաքին աշխարհում հարկանք վայելող Հայաստանի մասին, եթե մենք ներսում ունենք թեկուզ մի մարդ, ով իր քաղաքական հայացքների կամ գործունեության համար բանդախցում է, դա ամոթ է եւ սա ավելի վատ է, քան սովետական բոլշևիկյան տարիները կամ օսմանյան տարիները, որտեղ սա մեր երկրում անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, որտեղ դերերը այսպես փոխված են եւ նա ով պետք է լինի ազատության մեջ, նա ով իր սահմանադրական իրավունքը իրացնում է, հիմա դարաբում է բանդում եւ նա ով գողանում է ընտրությունը, ով հեքնում է ժողովուրդը սահմանադրությունը իրավունքը, ինքը որոշում է թե ով պետք է լինի բանդում եւ ով չէ։ Դրա համար գաղտնիք չէ եւ եւս մեկ անգամ գրգում եմ, որ նրանք ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք չեն ովքեր այսօր բանդում են քաղաքական հայացքների համար, այլ նրանք ովքեր հիմա Բաղրամյան համապատասխան հասցեում կամ մեկ այլ դեղում իրենց կոչում են նախագահ կամ վարչապետ կամ կոալիցիայի անդամ, իրենք են որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ժողովրդի եւ սահմանադրության նկատմամբ ոտնձգությունների եւ հանցագործությունների համար։ Դուք եք կարծում, որ դաշնակներն է եղել միակ քաղաքական բանդարգյալները անկախ Հայաստանում։ Ինչպես այսօր շեշտել է Արմեն Ռուստամյանը, որ դաշնակցականներից բացի այլ քաղաքաբանդարգյալ։ Ես նոր ասացի, որ զավեշտ է, երբ որևէ քաղաքաբանդարգյալ եղած մեկը ասում որ ես եմ միակը, դա հայկական դխուր հիվանդություն է եւ ցավում եմ, որ որևէ մեկը կարող է այդպես մտածել, որովհետեւ քաղաքական բանդարգյալները գրգնում են եղել են բոլոր ժամանակահատվածներում եւ բոլոր ժամանակահատվածներում իշխանությունները հղում արել են ինչ որ մի օրենքի հագաիրավական, բայց օրենքի վրա հիմնված եղած է։ Ստալինը, Հիտլերը բոլորը իրենց քայլերը կատարել են օրենքի հղմամբ, բայց այդ օրենքը երբ որ հագաիրավական է, անիրավ է, ինքը որևէ իմաստ չունի կյանքում եւ ցավ է, որ նա որ հիմա ուզում է ինչ-ինչ պատճառներով գալ քաղաքական իշխանություն, մոռանալով իր գուսակցության կամ իր քաղաքապարախոսության անցյալը եւ ասել որ այդ մենաշնորը ինձ է պատկանում, դա ցույց է տալիս, որ այդ մենաշնորհների այսպես շարանը հիմա հերիք չէ, որ դա վերաբերում էր տնտեսությանը, վերաբերում էր բիզնեսի, վերաբերում էր այս կամ այն ոլորտի, հիմա քաղաքական բանդարգյալների մենաշնոր կատեգորիա կա, որը դատապարտելի է։ Եվ իհարկե Ռուստամյանը եւ դաշնակցական քաղաքացիները քաղաքական բանդարգյալներ են, բայց իրենցից հետո եւս եղան քաղաքական բանդարգյալներ եւ եթե իրենք հիմա Եվրոպայի հղում են անում, որ նման ցուցակ չկա, արդեն նշանակում են, որ իրենք ворթեքրում են այս գեղձ, այս սուտ եւ այս հանցագործ իշխանության արժանինքները կամ հագարժանինքները եւ մտնում են ուղագի
ոչ միայն քաղաքական նպատակահարմարության մեղսագործության մեջ, այլ որթեքրում են այդ բոլոր որակները, որը պետք է բացառվեն պետական ցանկացած գործչի մոտ։ Ես ցավում եմ այդ մեղսագործության համար, որի ահա ամենաթարմ ապացույցը ձեր ասած օրինակն է, որ մեկը որ եղել է, որ իր քաղաքական հայացքների համար նստել է, պայքարել է եւ ինքը հիմա ասում որ դա ինձ է պատկանում եւ ոչ թե քեզ նման իրավական պետություն մեզ պետք չէ։ Պարոն Հովհաննիսյան, մեր ժողովուրդը պետք է փոփոխությունների իսկապես հույս ունենա Դաշնակցության եւ Հանրապետականների միությունից։ Դաշնակցությունը ունակ է Հանրապետականի խաղի կանոններով շարժվելով ինչ-որ բան փոխել։ Ես այս հարցի մասին արդեն խոսել եմ եւ արդեն իմ տեսակետը արտահայտել եմ, որ ես ցավում եմ այս մեղսագործ գործարքի համար։ Հիմա ժամը եկել է, որ ոչ թե դուք հարցնեք ես պատասխանեմ կամ հակառակը, այս շարքային դաշնակցականները Երևանից, Ստեփանագերդից մինչև Ամերիկա եւ Ֆրանսիա, Միջին Արևելք իրենք պիտի խոսեն, թե սա է իրենց նվիրման Քրիստոփորի, Ռոստոմի, Զավարյանի հիմնադիրների եւ իրենց քաղաքապարախոսության արժեքը, իմաստը եւ բուն ժառանգությունը, թե ինչ որ խեղում եղել է։ Արդեն դաշնակցականները պիտի որոշեն։ Եթե դաշնակցականները մնացին լուր եւ ընդունեցին, հարմարվեցին, այն ժամանակ ես կարծում եմ, որ դաշնակցությունը մտնում է իր նորակույն պատմության ամենադխուր օրերը, որի համար ես ցավում եմ միայն։ Մեկ հարց էլ պարոն Հովհաննիսյան, մի քանի օր առաջ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր կոչ արել ընդդիմության ներկայացուցիչներին, որպեսզի ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ միավորվեն եւ իրենց միասնական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնեն։ Առաջարկ եղել է ժառանգությանը միանալու ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին եւ կմիանաք արդյոք եւ ինչ Գիտեք, ես ժառանգությունը վաղուց, երբ որ որևէ մեկը չէր մասնակցում նախագահական կամ այլ ընտրությունների, ժառանգությունը միշտ մասնակցել է անգամ անհավասար պայմաններում այդ գեդերը, որոնք բարձրաձայնվում են, ցուցակների հրաբարակայնացնում, ասես կամերաների, տեսախցիկների արգայություն, զուտ համամասնական եւ այլն, այդ բոլորը եղել են ժառանգության առաջարկների եւ պահանջների դիրույթում։ Դրա համար խնդիրը չէ թե ով գոչ է անում միանալ հիմա թե հետո, ժառանգության տեսակետը արտահայտվել է եւ մենք կշարունակենք այն արտահայտել, բայց մի բան ակնհայտ է, որ մենք չենք ընդունում այս իշխանությունը եւ դեկտեմբեր 6-ից փխած փաստաթուղթը որպես իրավագարկ լեգիտիմ սահմանադրություն, սահմանադրական իրավիճակ եւ Հայաստանի այս արտահերթ իրավիճակը պահանջում է, շարունակում է պահանջել, ենթադրել արտահերթ եւ արտագարկ լուծում մինչեւ հերթական ընտրությունները։ Ես չեմ ընդունում որպես կատարված փաստ fait accompli դեկտեմբեր 6-ի հանցագործությունը, այդ հանցագործությունը այս վերջի շարանի գագաթնագետն է եւ պիտի շարունակի հայ ժողովուրդը պահանջել պատասխանատվություն այդ օրվա հանցագործների նկատմամբ։ Իսկ ինչ առաջարկում է ժառանգությունը, ՀԱԳ-ը, մեկ ուրիշը, որտեղ համատեղ պայքարի դաշտ, մենք միշտ կողմնակից ենք, բայց մենք կողմնակից չենք մտնել ընտրական հերթական շրջան, հերթական մտայնությամբ եւ դրամապանությամբ։ Մի բան պիտի հեղաշրջվի երկրում, որովհետեւ մենք ունենանք 20 տարվա ընթացքում առաջի ազատ արդար ընտրությունները, թե ոչ չենք ունենալու եւ հետո այդ մեղսակցի խարանը հիմա որը վերցրել են երկու կուսակցությունները պիտի դարածի մեզ բոլորից վրա եւ ես դա չեմ ուզում։